Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան քննարկում է Վիդուրայի հետ տիեզերքի արարման եւ ֆիզիկական եւ հոգեբանական process-ները։ Հոգեվորտ աճի տեսանկյունից իհարկե մեզ համար շատ ավելի կարևոր է ուրեմն հոգեբանական տեսանկյունից դիտարկել այս ամեն ինչը, այսինքն մենք պետք է հասկանանք, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք գնում են այդ ճանապարհով, որ կենդանիակը ինքը պիտի հասկանա, թե ինչպես է հայտնվել այս նյութական աշխարհում։ Ինչու համար, որովհետև որպեսզի մենք կարողանանք գտնել այն դուռը, որի միջոցով մենք պետք է կարողանանք դուրս գալ նյութական աշխարհից, մենք պետք է առաջին հերթին իմանանք այդ դռան տեղը, չէ, թե ինչպես ենք մենք ընդհանրապես այդ սենյակում հայտնվել։ Հույսով եմ, որ դուք գնահատում եք, թե ինչ մանրամասնությամբ են ուրեմն քննարկում այս խնդիրը արիացիները, եւ այո, իհարկե, այստեղ շատ գաղտնի, այսպես բաներ կան, որը թույլ են տալիս, այսինքն որի մասին մենք տեղյակ ենք դառնում, երբ որ շփվում ենք լուրջ հոգեվոր ուրեմն հեղինակությունների հետ, որոնք իրենք դարեր առաջ քննարկել են այս թեմաները եւ բանալիներ են տվել մեզ։ Այս իմաստով անգնահատելի է ընդհանրապես այդ աշխատանքը, որը արել է Բաքտիվիդոտ Թակուրը, որը ես միշտ քննարկում եմ, ես շատ ուժեղ հենված եմ այդ ուրեմն հոգեվոր հեղինակության վրա, ինչու համար, որովհետև ինքը արել է այն աշխատանքը, որը իրանից առաջ ոչ մեկ չի արել։ Եվ ինքը հենց այդպես էլ այդ աշխատանքը, որտեղ որ ինքը թույլ է տալիս մեզ, այնպես չի, որ մարդիկ իրանք չեն փորձել հասկանալ, թե ասենք ինչ իմաստների մասին է այստեղ խոսքը։ Մարդիկ միշտ էլ փորձել են Բաղավատամի մեջ փնտրել սիմվոլիկա։ Խնդիրը դա չի։ Խնդիրը նա է, որ այդ սիմվոլիկա փնտրողները իրանք եղել են նյութական գոյավիճակների ազդեցության տակ։ Այսինքն, ինչ է նշանակում նյութական գոյավիճակների ազդեցության տակ։ Ինքը գիտեք ինչպես է, էլի։ Ինքը այսպես է աշխատում։ Որ ասենք անձնավորությունը, չէ, ինքը երբ որ ինքը գտնվում է որևիցե գոյավիճակի ազդեցության տակ, իր սեփական իրավիճակը ինքը այսպիսին է, որ անձնավորությունը ունի իր աչքերի վրա հագած ակնոցներ, որի ապակիները ինչ որ մի գույնով ներկած է։ Եվ դա նշանակում է, որ ինքը ուղղակի չի կարող, հասկանում եք, ուղղակի չի կարող, ինչպես, ասենք, եթե ենթադրենք, որ գիտնականները ճիշտ են եւ որ իրանք շունը ինքը ամբողջ աշխարհը տեսնում է միայն սև սպիտակ, չէ՞, ապա շունը ինքը ինչ ուզում է անի, իր համար աշխարհը սպիտակից, այսպես մոխրագույնով դեպի սև գնացող աշխարհ է, չէ՞, բայց մենք այդ աշխարհը տեսնում ենք զանազան գույներով։ Այդ բացարձակ նույն բանն է, հասկանում եք, երբ որ արդեն պայմանավորված հոգին է մոտենում սուրբ գրվածքին եւ իրեն թույլ է տալիս այդտեղ ինչ-որ իմաստներ ման գա, ես ինչ անի, չէ՞, կամ ասենք նույնիսկ ես, եթե ասենք այդպես անեի, ես միևնույն է նկարագրելու էի այդ ամեն ինչը, ռուսերեն ասում են սասվայի կավակոլնի, այսինքն իմ տեսանկյունից, որ ինքը պայմանավորված հոգու տեսանկյուն կլիներ, հասկանում եք։ Երբ որ մենք խոսում ենք լուրջ հեղինակությունների մասին, հատկապես իմինարիական քաղաքակրթության մեջ ապրող, չէ, մենք խոսում ենք այնպիսի անձնավորությունների մասին, որոնք իրենք բացարձակ տրանսցենդենտալ անձնավորություններ են, այսինքն իրենց ակնոցները թափանցիկ են։ Եվ երբ որ արդեն իրենք են ասում, որ այս սրա մեջ կա այս իմաստը, չէ, դա այն տեսանկյունն է, որը ասենք ենթադրենք մարդը ինքը ասի, աշխարհը ինքը բազմազան գույներով լցված է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն, այո, իհարկե, այդպիսի բացատրություններ շատ կան, բայց իրենք անվստահելի են, որովհետև հեղինակավոր ազնվորությունների կողմից չեն արվել։ Բաքտիվիդոտ Թակուրը ինքը շատ համարձակ քննարկում է անում, որ ասենք բոլոր հոգևոր հեղինակությունները, մինչև այն պահը, երբ որ ինքը
գրեց իր Կրիշնա Սամհիտան, հա, բոլոր հոգևոր հեղինակությունները իրենք դիտարկել են ուրեմն սուրբ գրվածքները արիացիների կամ նորեկների համար, այսինքն ինչպես ընդունել այս գաղափարախոսությունը, հա, կամ արդեն տրանսցենդենտալիստների համար, այսինքն նրանց համար, ովքեր որ կանգնած են լուրջ հոգևոր արդյունքների առաջ, արդեն այդ սպասողական վիճակի մեջ են։ Եվ այն փուլը, որը ինքը կոչվում է սրտի մաքրագործում, հոգու մաքրագործում, ինքը ասում է, այդ հոգևոր մարդիկ իրենք կոպիտ ասած մնացել են անտեր, ինքը հենց այդպիսի բառ է, սիրոտմի, հա, անտեր են մնացել։ Եվ ինքը իրականում լիարժեք չի բացել, ինքը տվել է կոդերը, ասել, այս սա է, այսպեսի մոտեցում կա, եւ կոդերը իրանք այս սա են։ Եվ հետո ավելացրել է, որ ես երբևիցե կունենամ այդպիսի աշակերտ, որը կբացի այս ամենը։ Հիմա, սիրելիներս, չէ, ուրեմն սա ինչի եմ ասում, որովհետև ասենք դուք ազատ մարդիկ եք եւ կարող եք տարբեր գրականությունների հանդիպել, որովհետև որտեղ նույնպես քննարկվում են ուրեմն Բhagavad-ամի իմաստ այդ բան իմաստները, որոնք իրենք տակից են երևում եւ այլն, չէ։ Եվ իհարկե, ասենք, անպատրաստ մարդը ինքը որակավորում չունի գնահատելու, թե ինչքանով է դիմացինի այդ անալիզները հեղինակավոր։ Եվ արտաքինից այդպիսի անալիզները իրանք միշտ էլ թվում են հետաքրքիր։ Հասկանում եք, միշտ, այդպես չի էլի, որ, ասենք, կեղծ կամ սխալ անալիզը ինքը անհետաքրքիր է։ Արտաքինից ինքը կարող է շատ ավելի հրապուրելի թվալ, քան իրականությունն է։ Բայց այդ ճանապարհը ինքը մեզ ոչ միտեղ չի տանում։ Բացի դրանից, որ մեր միտքը ինչ-որ իր համար հաճելի ինֆորմացիա է ստանում եւ վերջույթ ոչ մի բան։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Հիմա այս տեսանկյունից մենք պետք է հասկանանք, որ ուրեմն այստեղ պետք է շատ լուրջ վերաբերվել։ Մենք դες հետ ուրեմն հիմա քննարկում ենք համաձայն Բhaktivinoda Thakura-ի Տեր Բրահմայի հայտնությունը, այսինքն մենք համ քննարկում ենք ֆիզիկական տեսանկյունից շատ կարևոր է, որ երկրորդական արարչությունը, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը վստահում է կենդանի էակին, հա, այսինքն տարածությունը, որ պետք է լինի այդպիսի տարածություն, որտեղ կենդանի էակները պետք է բանանեն էլի, բավարարեն իրենց նախանձը, բավարարեն իրենց ձգտումները եւ այլն, չէ։ Դա որոշում է այդ համաձայնությունը տալիս է Գերագույն Աստծո անձնավորությունը, այսինքն ինքը տալիս է ռեսուրսը։ Բայց թե ինչպիսի մարմիններ, ինչպիսի կյանքի ձևեր պիտի լինեն, այն բանից բռնած, ինչ են ասում, վիրուսից բռնած, մինչև կիսաստված, դա կախված է կենդանի էակների գիտակցության մակարդակից։ Եվ ասենք, սա ֆիզիկական տեսանկյունից։ Հիմա հոգեբանական տեսանկյունից մենք տեսել դիտարկեցինք առաջի քայլը, որ առաջի բանը, այսինքն առաջի կոմպոնենտը, որով կենդանի էակը ինքը մտնում է նյութական աշխարհ, դա այն է, որ նյութական է դառնում իր բանականությունը։ Հա, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ստեղծեց մի հատ դաշտ, որն է այդ նյութական աշխարհ, երբ որ ասում ենք դա որ դաշտն է։ Տեսեք, հոգևոր աշխարհում կենդանի էակի եւ Աստծո կապը իրանք ակնհայտ են։ Հա, եւ այնտեղ կենդանի էակները իրենք երանության մեջ լող են տալիս այդ կապը գիտակցելով։ Հասկանում եք, ուղղակի երանության մեջ լող են տալիս հաճույքից, որ այդ կապը ինքը գոյություն ունի։ Հիմա երկրորդ տեսանկյունից, չէ, երբ որ արդեն խոսում ենք նյութական էներգիայի մասին, այդ տարածքը, որը Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տրամադրում է, ինքը արձագանքում է կենդանի էակի ամենագլխավոր ցանկությանը։ Կենդանի էակը այլևս չի ուզում կախված լինել Աստծուց։
Եվ նյութական էներգիան ինքը կազմակերպված է այնպես, դա այն էներգիան է, որը թաքցնում է այդ կապը կենդանի էակի եւ գերագույն Աստծո անձնավորության միջև։ Եվ հասկանում եք, այստեղից մենք միանգամից կարողանում ենք հասկանալ, չէ, որ այդ հարցը, որը տալիս են աթեիստերը, եթե Աստված կա, բա ուր է նա, հա, այստեղ մենք գտնում ենք այդ հարցի պատասխանը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ նուրբ, շատ կիրթ, շատ նրբանկատ անձնավորություն է։ Եվ երբ որ կենդանի էակը ինքը իր սրտի մեջ չի ուզում տեսնել Աստծուն, գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հեռանում է։ Սուս, լուռ, հանգիստ հեռանում է եւ կենդանի էակի տրամադրության տակ է դնում իր էներգիան, որտեղ ուղղակի կենդանի էակը այդ իր ցանկությունը իրականացնելու ոչ մի հզորություն չունի։ Հզորությունը միշտ գտնվում է գերագույն Աստծո անձնավորության ձեռքը։ Հասկանում եք, եւ եթե մենք խորապես ենք հասկանում, թե կենդանի էակը ինքը ինչպես է գալիս նյութական աշխարհ, չէ, ապա այդ խորության մեջ մենք կարողանում ենք ընկալել։ Հասկանում եք, այդ խորության մեջ մենք կարողանում ենք ընկալել, թե իրականում դա ինչպիսի բարդ, ինչպիսի նուրբ պրոցեսներ են եւ որից հետո ինչ է գալիս եւ օրինակ այս էպիզոդներում, որը մենք հիմա ենք քննարկում, մենք կարողանում ենք պարզ հասկանալ, թե ինչու գերագույն Աստծո անձնավորությունը չի երևում։ Հասկանում եք, տեսեք, իսկ աթեիստները երբ որ այդ հարցը տալիս են, հիմա ես պիտի կոպիտ բան ասեմ, թող իրանք ինձ բոլորը ներեն։ Երբ որ մենք աթեիստական գիտակցություն ունենք, չէ, այսինքն աստվածամերժ ենք իրականում, եթե մենք աստվածամերժության դարաշրջանում ենք ծնվել, ուրեմն այս կամ այն բացահայտ կամ թաքնված ձևերով մենք աստվածամերժ կենդանի էակներ ենք։ Հա, ուրեմն աստվածամերժությունը ինքը լինում է բացահայտ, հա, եւ ինքը լինում է թաքնված։ Որն է թաքնված։ Թաքնված աստվածամերժությունը դա նա է, երբ որ կենդանի էակը ինքը ընդունում է բանը, կրոնական ծիսակատարությունները, որոնց միջոցով հույս ունի իր ցանկությունները իրականացնել, չէ, եւ ընդհանրապես չի հետաքրքրվում տեսությունով։ Այսինքն ընդհանրապես չի պատրաստվում մաքրագործել իր հոգին, որովհետեւ եթե ինքը իրոք գիտակցում է, որ Աստված կա, ինքը դրա հետ միաժամանակ պիտի գիտակցի, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը յուրահատուկ է վերաբերվում մաքուր կենդանի էակներին, այսինքն իր համար հաճելի է շփվել միայն մաքուրների հետ։ Հիմա տեսեք, աթեիստական գիտակցությունը ինքը ընդհանրապես իր մեջ պարունակում է կոպտություն։ Հա, գիտեք, այսպես հայերեն հիմա այդ խոսքը չեմ ասի, մի հատ ես ուշերեն ասեմ, հա, մինչև կգտնեմ հայերենը, հա, հասկանում եք, այդ տեսեք նյութական գիտակցությունն ունեցող անձնավորությունը, չէ, հա, ինքը մի հատ շատ հետաքրքիր որակ ունի, որովհետև իր ներքին աշխարհը ինքը կոպիտ է, այդպիսի անձնավորությունը ինքը կարող է պարտադրել իր ներկայությունը, այսինքն հաշվի չնստել, հա, դուրդ գալիս է, դուրդ չի գալիս, ես կամ եւ վերջ, հա, եւ եթե ես հզոր աթեիստ եմ, ապա ես այդտեղ այդպես եմ գործում, որ դուրդ գալիս է, թե դուրդ չի գալիս, հա, խնդիրը կայանում է նրանում, որ ես քեզ կպարտադրեմ, որ դու ընդունես իմ գոյությունը, ոնց ուզում ես դիմացի։ Այ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բացարձակապես ազատ է այդպիսի ընդհանրապես վերաբերմունքից։ Հասկանում եք, այսպես բացարձակ մակարդակի վրա ինքը ազատ է այդպիսի վերաբերմունքից, որովհետև ինքը ահավոր նրբանկատ ազնվորություն է։ Եվ այդ հարցադրումը ինքը շատ կոպիտ է իրականում։ Հիմա տեսեք, սիրելիներ, չէ՞։ Եվ տեսեք, որ մենք տեսանք, որ առաջի կոմպոնենտը, որով կենդանի էակը ինքը մտնում է նյութական աշխարհ, դա նյութական բանականությունն է, այսինքն չի մասն է խոսքը, որ ինքը բանականությունը դադարում է գնահատել
կենդանի էակի բնությունը, Գերագույն Աստծո ազնվորության բնությունը եւ իրանց կապը։ Բա ինչն է ինքը ի վիճակի գնահատել, հա? Նյութական աշխարհում գոյություն ունեցող մարմինները։ Այս պահին Տեր Բրահման ինքը առաջի կենդանի էակն է։ Այսինքն ինքը երբ որ նայեց իր շուրջը, ինքը տեսավ, որ կա տարածություն, կա այդ լոտոսի ծաղիկը եւ այդ լոտոսի ծաղիկի վրա նստած է միայն ինքը։ Չէ՞։ Մենք երեք ձեզ հետ քննարկեցինք, երեք առաջ օրը ներողություն խնդրում, ես երեք չհասցրեցի, ուրեմն ձայնագրեմ լեկցիան, հա։ Եվ ասենք մենք տեսանք, չէ, որ փչեց քամին, այսինքն նյութական աշխարհի հոսքը, հա։ Եվ այդ լոտոսը ինքը սկսեց տատանվել։ Մենք խոսացինք դրա մասին, որ դա ուրեմն մատնանշում էր նյութական աշխարհի ոչ կայուն բնությունը։ Որովհետև հոգևոր աշխարհը դա կայունության աշխարհն է։ Հասկանում եք, այնտեղ կենդանիները իրենք վստահ են, իրենք վստահ են, որ իրենք ապահով են, որ իրենք ուրեմն ունեն շատ բարձր մակարդակի պաշտպանություն եւ որովհետև կա Գերագույն Աստծո անձնավորությունը եւ ինքը ապահովում է բոլորի երարությունը։ Մի պայմանով, եթե բոլորը իրար սիրում են։ Հա, հիմա տեսեք, այդի զորով չի լինում, էլի։ Դա նշանակում է, որ հոգևոր աշխարհում ապրող կենդանիակներ իրանք ինչպիսի բնություն ունեն, չէ՞։ Այնանք այսպիսի բնություն ունեն։ Եթե իրենց համար կարևորը դա սերն է, չէ՞, ուրեմն ամեն կենդանիակ ինքը կենտրոնացած է իր վրա, որպեսզի ինքը լինի այնպիսի անձնավորություն, հիմա ամենակարևորը, որը արժանի է սիրո։ Հասկանում եք։ Սա է։ Սա է ամենագլխավոր գաղափարը ընդհանրապես այդ ամեն ինչի մեջ, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, իսկ նյութական աշխարհում, նյութական աշխարհի հոգեբանությունը ինքը այլ է, մենք հիմա կամաց կդիտարկենք, չէ՞։ Եվ հիմա առաջի բանը որ տեղի ունեցավ, արիացիները իրանք նկարագրեցին, որ առաջի բանը որ տեղի ունեցավ, նյութական բանականությունը ինքը հայտնվեց ինչ-որ իր համար մի հատ նոր աշխարհում կենդանի էակը, արդեն նյութական բանականության Աստծո հետ կապը կտրվեց։ Ինքը ասեց, ես չեմ ուզում, ես ուզում եմ քեզանից անկախ լինեմ։ Գերագույն Աստծո ազնվորությունը ասեց, խնդրեմ։ Ու առաջի բանը, որ ինքը արեց, դա բանականության վրա ազդեցությունն էր։ Բhagavad Gita-ում 15-րդ գլխում Տեր Շրիշնան ինքը հենց այդպես ուղղակիորեն կասի։ Ինքը կասի, ես եմ տալիս հիշողությունը եւ մոռացությունը։ Եվ տեսեք, սա հնչում է որպես բռնություն, չէ՞, կենդանիակի վրա։ Ասենք, եթե մենք ուղղակի այսպես այդ պրոստը կոնտեքստից տեքստը հանենք եւ միայն այդ տեքստը դիտարկենք, սա բացահայտ բռնություն է։ Համաձայն եք։ Բայց այ բաները, ասենք, հեղինակությունները իրենք ասում են ոչ, դա այդքան էլ այդպես չի։ Հա, այսինքն, ինչ է, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է, ես եմ տալիս հիշողությունը կամ ես եմ տալիս մոռացությունը, չէ՞։ Տեսեք, հիմա կենդանիակը ինքը ուզում է չհիշել, որ ինքը կախված է Աստծուց։ Ինքը ինքնուրույն կարող է, այս նրա մասին է խոսքը, որ ինքը ինքնուրույն չի կարող չհիշել։ Հասկանում եք։ Եվ երբ որ ինքը չի ուզում հիշել Գերագույն Աստծո անձնավորությունը, Գերագույն Աստծո անձնավորությունը անջատում է այդ իր հիշողությունը։ Երբ որ ինքը ինչ-որ մի բանը ուզում է հիշել, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը միացնում է այդ հիշողությունը։ Հիմա նյութական աշխարհում այդ սկզբունքին միանում է երկրորդ կոմպոնենտը։ Որն է այդ կոմպոնենտը։ Արժանացել է հիշելու, թե ոչ։ Հասկանում եք, իրականում կենդանիակը ինքը պիտի արժանանա հիշողության։ Չէ՞ օրինակ ասենք, տեսեք, երբ որ ազնվորությունը, օրինակ, սա շատ կարևոր, շատ լուրջ թեմա է։ Երբ որ ազնվորությունը, օրինակ, իր ներկա կյանքում ունեցել է այնպիսի իրադրություններ, որոնք իրեն ցավ են պատճառել։ Չէ՞։ Հիմա տեսեք,
այդ ցավ պատճառացի մեջ, չէ, կենթանիակը ինքը կարող է, հիմա կենթանիակը ինքը կարող է ինչ անի։ Ինքը կարող է լուրջ վերաբերվի այդ սիտուացիային, չէ։ Լուրջ վերաբերմունքը ո՞րն է, ինչ դասեր ես կարող եմ քաղեմ այս իրավիճակից։ Ինչու տեղի ունեցավ այս իրավիճակը։ Ինչ սովորեցրեց ինձ այս իրավիճակը եւ այլն, չէ՞, տեսեք, եւ եթե կենթանիակը ինքը այդպես է մոտեցել այդ բացասական իրադրություններին, չէ՞, ինքը այդտեղից դուրս է գալիս մի տրամադրությամբ։ Ես պիտի հիշեմ այն դասը, որը այստեղ սովորեցի։ Հա, եւ հաջորդ կյանք, սա շատ կարևոր է, հաջորդ կյանք ինքը երբ որ գնում է, չէ, այդ իրադրության բոլոր եզրակացությունները, որը ինքը արել է, իր հաջորդ կյանքում դա ուղղակիորեն, այսպես պրյամը, ուղղակիորեն արտահայտվում է որպես իմացություն։ Հա, եւ մենք ասում ենք, պատկերավոր ասում ենք, իսկ մարդը իմաստուն ծնվել է։ Չէ, այդպես եք, չէ, ասում մենք։ Բայց իրականում այդտեղ ծնվելու խնդիր չկա։ Այդ դա է, դե օթից չի գալիս, որ եթե կենթանիակը ինքը ճիշտ դասեր է քաղել, ինքը ուզում է դա հիշի։ Հիմա, եթե կենթանիակը ինքը էմոցիայով է ռեակցիա տվել, այսինքն իրան ցավացրել են, եւ ինքը ոչ մի եզրակացության չի եկել, ուղղակի մտել է մշտական այդ ցավը իր մեջ, այդ վերքը, որ իր մեջ ձևավորվել է, ինքը մշտական էմոցիայով, այդ ցավում է, երբ որ ցավում է, կենթանիակը ինքը գալիս է մի հատ այլ եզրակացության, որ ինքը ուզում է մոռանա այդ ցավը։ Գերագույն Աստծո անձնավորությունը կենթանիակին տալիս է մոռացություն։ Հաջորդ կյանքում ինքը ծնվում է եւ ինքը չի հիշում այդ փորձը։ Սա ինչի է բերում, որ ինքը կարող է նորից հայտնվել այդ նույն իրավիճակների մեջ։ Հասկացաք, այդ ամեն ինչը ընդհանրապես ինչպես է աշխատում, չէ՞։ Հիմա տեսեք, այդ նույնը կենթանիակը ինքը չուզեց հիշել Գերագույն Աստծո անձնավորությունը եւ այդ նախասկզբնական որոշումը, այո, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնվում է, ասում է, չես ուզում ինձ հիշել, կիբիդող, չես հիշում սրանից հետո, վсё։ Ես չկամ, հետո ինչ ես անելու։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ նյութական բանականությունը մենք ոնց որ տեսանք, չէ՞, ինքը արդեն հայտնվեց այդ վիճակում։ Ինքը ինչ-որ մի հատ աշխարհում էր, որտեղ կար ինքը, կար Գերագույն Աստծո անձնավորությունը, կային հոգիներ, կար երանությունը, եսի ինչ ինքը մնաց դժգոհ, չէ՞։ Մնաց դժգոհ, հիմա հայտնվեց նյութական աշխարհում։ Ամենաառաջին բանը ինքը ընդհանրապես արդեն չի հասկանում ինքը որտեղ է հայտնվել։ Եվ ինքը ով է։ Այդ ամենակարևոր բանն է ինքը մոռանում։ Ինքը ով է։ Սա էր քննարկվում մեր այն տեքստերում, որը մենք տեսეთ կարդացինք, չէ՞։ Ուրեմն ես կարդամ հիմա հաջորդ տեքստերը, որտեղ այդ հենց ով եմ ես հարցով սկսում են մեր այսօրվա տեքստերը։ Շիմոն Բաղավատամ, ուրեմն 3-րդ երգ, 8-րդ գլուխ, 18-րդ տեքստից։ Գտնվելով տգիտության մեջ, Տեր Բրահման մտածեց. Ես այս լոտոսին նստածս ով եմ։ Որտեղից է այս լոտոսն աճում։ Այնտեղ ներքևում անպայման պետք է մի այնպիսի բան լինի, որից աճել է այս լոտոսը, եւ այն ըստ երևույթին ջրի տակ է գտնվում։ Այս մասին խորհելով Տեր Բրահման լոտոսի ցողունի միջիվ փողով ջրի տակ իջավ։ Սակայն նույնիսկ լոտոսի ցողունի մեջ մտնելուց եւ Վիշնուի պորտին մոտենալուց էլ նա չկարողացավ հայտնաբերել լոտոսի արմատը։ Օվիդուրա,
Իր հայտնության պատճառի փնտրտուքներում Բրահման հասավ մի սահմանի, որից այն կողմ դադարում էր իր կյանքը։ Այդ սահմանը որոշվում Վիշնոյի ձեռքում գտնվող հավերժության անիվով, կներեք, մի քիչ սխալ են թարգմանել, հա, этот предел определяет колесо вечности в руках Վիշնու։ Հա, ուրեմն, այդ սահմանը որոշում է Վիշնուի ձեռքում գտնվող հավերժության անիվով, որը վախ է առաջացնում կենդանի էակների մտքերում։ Վախի դրսևորումներից մեկն է մահվան վախը։ Եվ ինչպես տեսնում ենք, մեր այսօրվա տեքստերը իրանք շատ այսպես կարևոր եւ խորը տեքստեր են։ Ուրեմն, կենդանի էակը ինքը ուզեց մոռանա, թե ինքը ով է հոգևոր աշխարհում։ Գերագույն Աստծո անձնավորությունը ապահովեց իր ցանկության կատարումը։ Եվ կենդանի էակը կորցրեց այդ հիշողությունը։ Հա? Եվ ուրեմն, տեսեք, այստեղ թարգմանվել էր տգիտության մեջ գտնվող, հա, բայց ռուսերեն վնիվեդինի, չիմացության, հա, չիմացության մեջ գտնվող, որտեղ տգիտությունը չիմացությունից մի քիչ տարբերվում է։ Տգետները իրենք չեն ձգտում որևիցե մի բան իմանան, հա, իսկ այստեղ Տեր Բրահման ինքը ուղղակի չիմացության մեջ էր, ինքը չգիտեր, ինքը ով է եւ որտեղից է այստեղ հայտնվել։ Եվ այս այդ պահն է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը խլեց հոգուց իր հիշողությունը, իր հոգևոր, ուրեմն գոյության մասին, չէ՞։ Հիմա, ուրեմն մենք այստեղ տեսնում ենք, որ բանը, ասենք, այս տեքստերը, չէ, իրանք իրականում խոսում են այդ բանի նյութական աշխարհում, նյութական բանականության կողմից բազմացիլնեստ այդ աշխարհը ճանաչելու սահմանի մասին, հա, սա մյուս կողմից խոսում է այդ երկրորդական արարչի մենակության մասին, հա, եւ այստեղ քննարկվում է այդ ամենասկզբի, ես նույնիսկ կասեի տրանսցենդենտալ գաղտնիքը։ Հա, հիմա Տեր Բրահման ինքը զարթնեց, դրա համար իր արիացիներ հենց այդպես էլ ասում են, որ հոգին ինքը քնեց, այսինքն հոգևոր աշխարհում ինքը մի պահ անջատվեց, հա, եւ օրինակ նույն Մաքսիմիլոս Թակուրը, երբ որ ինքը աղոթքներ է գրում, ուղղված կենդանի էակներին, ինքը չի ասում զարգացեք, ինքը չի ասում հոգևոր աճ ունեցեք, ինքը ասում է հեյ զարթնի, դիմելով հոգուն, զարթնի, հա, հիմա Տեր Բրահման ինքը արդեն հայտնվեց, կոպիտ ասած, իր երազի մեջ, այն ինչի պատճառով, որ արիացիները իրանք մշտական նյութական աշխարհը կոչում են իլյուզիայի աշխարհ, հասկանում եք, չէ, հիմա, եւ երբ որ ինքը հայտնվեց եւ չի հիշում, թե ինքը ով է, չէ, հիմա ինքը իր համար պիտի նոր պատասխան գտնի այդ հարցի, որովհետեւ մինչեւ այդ ինքը այն աշխարհի մասնիկն էր, որը արարել էր Աստված։ Ինքը ասեց, այն տեղը, որ դու ինձ համար նախատեսել ես այդ աշխարհում, իմ դուրը չի գալիս։ Ես ուզում եմ ունենալ մի ուրիշ աշխարհ, որտեղ ես կկարողանամ ինքս արարել իմ դիրքը։ Եվ այս սկզբում, երբ որ կենդանիակը ինքը հայտնվում է նյութական աշխարհում, հա, ինքը դեռ չի հասկանում, ինքը չգիտի, չի կարողանում հասկանալ, թե ինքը ով է, հա, եւ ինքը սկսում է մտածել, եւ ինչին եկավ Տեր Բրահման, չէ, այսինքն ինքը հիմա նստած է լոտոսի վրա
ինքը նայեց 4 կողմը, օգտագործելով իր ուրեմն մտային ունակությունները, օգտագործելով ինտուիցիան, չէ՞, մենք քննարկեցինք անցյալ անգամ, այդ 4 կամպոնենտները օգտագործելով, ինքը չկարողացավ, ինքը ուղղակի տեսավ, որ ինքը ինչ-որ մի հատ տարածքում է, բայց ինքը այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինքը կոնկրետ որտեղ է, չէ՞, ինքը չկարողացավ հասկանալ ինքը որտեղ է եւ ամենակարևորը, ինքը չկարողացավ հասկանալ ինքը ով է։ Եվ դրա համար ինքը տվեց այդ հարցադրումները, հա, այսինքն ես ունեմ մի հատ փաստ, ես կամ, շուրջս ուրիշ ոչ մի բան չկա, կա այդ պատճառական օվկիանոսը, ես նստած եմ ծաղիկի վրա, այդ ծաղիկի ցողունը դուրս է գալիս ջրի մեջից, հա, եւ բնականաբար, չէ, ինքը սկսում է, այսինքն պորտը, չէ, որ կենդանիակ, այն ցանկացած կենդանիակ, որը ինքը ծնվում է բանով, արգանդից, չէ, բոլորը ծնվում են այդպես, պորտով կապված են ծնողին, պորտով կապված են մորը, այդպես են, չէ, սնուցվում։ Հիմա, այդ կենդանիակը ինքը սկսում է այդտեղ ման գալ, հա, այն ինչից որ ինքը սնվել կյանք է ստացել, պայմանականորեն, էլի, այդպես սիմվոլիկ ասված, չէ, ինքը սկսում է այդտեղ հետազոտել, որպեսզի կարողանալ պատասխանել այդ հարցին, ես ով եմ, հա, եւ որտեղից են աճում իմ գոյության արմատները։ Տեսեք, այդ հետազոտություններն են, չէ, ժամանակակից աթեիստ գիտնականներին, աշխարհիկ այսպես ասենք, աշխարհիկ գիտնականներին բերել դենգայի, գենետիկայի, չգիտեմ, սպերմատոզոիդի, ինչի հետազոտություններին, հայտնաբերություններին եւ այլն, չէ, մարդը ինքը մշտապես իր բանականությամբ ուղղված է այստեղ հասկանալ ով եմ ես, ինչի համար ընդհանրապես գոյություն ունեմ, չէ, եւ հիմա տեսեք, ինքը նստած է եւ ինքը տեսնում է, որ ինքը նստած է լոտոսի վրա, այսինքն հնարավորությունների վրա, եւ այդ լոտոսի ցողունը գնում է դեպի ինչ-որ մի տեղ, հա, հիմա տեսեք, եւ Տեր Բրահման ինքը հենց այդ լոտոսի ցողունի մեջով սկսեց, այսինքն ուսումնասիրելով ներսը, հա, ինքը ուսումնասիրելով սկսեց գնալ, հասավ մինչև ջուրը, հետո գնաց ջրի տակ, այսպես նկարագրվեց, չէ, հիմա, ուրեմն, ինքը հասավ մինչև ցողունի մեջ այդ Վիշնուի պորտին, բայց դա այս սահմանն էր, որից այն կողմ իրան տված չէր ոչինչ տեսնել։ Այսինքն ինչ է ուզում ասել արիացին, դուք հասկանում եք ինքնիրենք ինչեր էին հասկանում։ Ինքը ուզում է ասել, որ այն նյութական աշխարհը դու կարող ես այն միջև իրա այն ինչ որ գտնվում է կոպիտ ասած հողից վերև, հա, այսինքն որտեղից է աճում, պորտից էր, չէ, աճում։ Այնքը մոտեցավ միջև պորտը եւ ուղղակի տեսավ, որ լոտոսը այդտեղից աճում է, կյանքը այդտեղից աճում է, լոտոսը ինքը կենդանի է, չէ, կյանքը ինքը այդտեղից աճում է, բայց արմատը այդպես էլ տեսնել չկարողացավ։ Ինչի մասին է սա, որ նյութական բանականությունը ինքը երբեք չի կարող հայտնաբերել կենդանեակների նյութական աշխարհում գոյության արմատը։ Հասկանում եք, այս դրա մասին են հիմա խոսում արիացիները։ Հաջորդ տեքստում Մայտրեյան ինքը ասեց, որ իր հայտնության պատճառի փնտրտուքներում Բրահման հասավ մի սահմանի, որից այն կողմ դադարում էր կյանքը։ Չէ՞։ Այսինքն, այստեղ ուրեմն ինչ եղավ, չէ՞ որ ինքը հետազոտության ճանապարհով գնաց, չէ՞, եւ այդ հետազոտությունների մեջ վերջնական նպատակը ինքը չկարողացավ իրականացնել, այսինքն անհաջողություն ունեցավ։
Եվ այդ անհաջողությունը ինքը շատ մեծ, ոնց ասեմ, ոչ թե նշանակություն ասեմ, գին ասեմ, չէ, այդ это сакральный. Это сакральная тайна. Ну, սուրբ գաղտնիք, հա, լավ, սուրբ գաղտնիք։ Հա, դա իրականում այդ սրբոցն է բնության, հասկանում եք, այդ գաղտնիքը, որը ինքը շատ խիստ պահում է, որի որովհետև նյութական էներգիան ինքը նախատեսված է դրա համար, եւ նյութական բանականությունը ինքը այդ շերտը չի կարող անցնել, եւ վերջ։ Հասկանում եք։ Այսինքն, ինչի համար է նախատեսված այդ սուրբ անհաջողությունը։ Այդ սուրբ սակրալնայա նյուդա չէ, էլի, այսինքն որ այնքը ինչ որ մի հատ գաղտնիքի հետևից էր գնում, չէ, եւ այդտեղ ունեցավ անհաջողություն։ Ինչի մասն էր այստեղ խոսքը։ Ինչ են հիմա փորձում մեզ ասեն արիացիները, չէ։ Այսինքն իրանք փորձում են ասեն, որ այդ անհաջողությունը, որ աշխարհիկ բանականությունը ինքը երբեք չի կարող հասկանա իր արմատները, ինքը կարող է հասնել միջև այդ գծից, սրանից են կողմ մահն է, վերջ, ու դա արդեն դա չի քննարկվում, հնարավոր չի, նյութական բանականությամբ հնարավոր չի ճեղքել այդ շերտը, ինչ են ուզում ասեն արիացիները, իրանք այս տեքստով ջարդում են, հա, ուղղակի ջարդում են կենդանեակի հավատը իր նյութական բանականության ինքնաբավության հանդեպ։ Հասկանում եք այդ որ ես կարող եմ ամեն ինչ հասկանամ, որովհետև ինչ է նշանակում աշխարհիկ գիտնականը։ Դա մի ազնվորություն է, որը ինքը վստահ է օգտագործում է, այսպես ոչ թե վստահ է, այլ ինքը օգտագործում է իր նյութական բանականությունը, չէ՞։ Նու գիտնականներն ասում են, չգիտեմ, սովորական մարդը իր հնարավորությունների 3%-ն է օգտագործում, հանճարները մի փոքր ավել, չէ՞։ Բայց իրականում, չէ, ասենք, այ կենդանիակը ինքը ինչքան ուզում է բանացնի իր նյութական բանականությունը, չէ, ինքը միևնույն է այդ պարտությունը կրելու է։ Հասկանում եք։ Եվ միայն այն ժամանակ, երբ որ այդ սահմանը ինքը անցնում է կենդանիակը, այսինքն ինչ է ժամում, որ այդ սահմանը ինքը անցնում է, երբ որ ինքը ոչ թե ուղղակի հետաքրքրվում է իր բանով էլ իր գոյության էությամբ, որտեղ հետաքրքրվելը դա քիչ է։ Շատ հաճախ կենդանիակը ինքը այսպես էլի թվացաբար հետաքրքրվում է, բայց չի կարողանում պատասխան գտնել։ Ինչու՞։ Որովհետև իրականում ինքը հետաքրքրվում է, բայց պատասխան, բայց ճշմարտացի պատասխանը լսելու պատրաստ չի։ Չէ, եւ ասենք, տեսեք, աշխարհիկ բանականությունը ինքը հենց այդպիսի բնություն ունի։ Աշխարհիկ բանականությունը ինքը պատրաստ չի ընդունել այն գաղափարը, որ իր արմատը գտնվում է գերագույն Աստծո անձնավորության մեջ։ Եվ որ ինքը նախատեսված է առաջին հերթին գերագույն Աստծո երանության համար։ Աշխարհիկ բանականությունը գնահատում է կենդանի էակի անկախությունը։ Եվ աշխարհիկ բանականությունը ինքը մշտապես գործում է այն ուղղությամբ, որպեսզի ինքը իր մեջ ինքնաբավ լինելով, հա, կարողանա բացի բնության բոլոր գաղտնիքները։ Հասկանում եք։ Բայց այդ ժամանակ, չէ, այն ինչ որ, ну, по-русски это называется откровение, ոնց ասեմ հայերեն, այն բաները էլի, այն հայտնությունները, որը կարող է, ասենք, ապրել այն ազնվորությունը, որը ինքը պատրաստ է ընդունել հոգևոր ճշմարտությունները, չէ, դրանք անհասանելի են այն ազնվորության համար, որը ինքը հենված է իր նյութական բանականության վրա եւ համարում է այդ նյութական բանականությունը
ինքնաբավ, այսինքն որ այդ բանականությունը հերիք է, որպեսզի ես կարողանամ հասկանամ իմ նախասահմանումը, հա? Եվ այս տեքստը ինքը հենց ամենասկզբից ասում է, դու անհաջողություն ես ունենալու։ Փաստը դա նա է, որ երբ որ դու հայտնվում ես, դու իրականում ընդհանրապես չգիտես, թե դու ով ես, եւ ընդհանրապես չգիտես, թե որտեղից ես, ընդհանրապես չգիտես, թե այս կյանքում այս պահին ինչի համար ես ծնվել, հա? Եվ ինչքան էլ ուզում է դու քո բանականության վրա հենվես, հա, եթե ես մի քիչ տնավարի ասեմ, ինչքան էլ ուզում է բանականությանը զոր տաս, դու այդ հարցերի պատասխանը չես ստանալու, մինչև չդիմես այն գիտելիքին, որը ես եմ տվել որպես հուշում, հա, հասկանում եք, օրինակ, եթե մենք արդեն վերադառնում ենք այդ նախասահմանմանը, բոլոր հուշումները, որտեղ մենք կարող ենք մեր նախասահմանումը ճշտել, տրված են Աստծո կողմից, այդ հուշումները տրված են մեր ձեռքերի մեջ, այդ հուշումները տրված են մեր մարմնի կառուցվածքի մեջ, այդ հուշումները դրված են մեր ծննդյան ամսաթվի մեջ, այդ հուշումները տրված են աստղերի միջոցով, հա? Հասկանում եք, այսինքն այն մինչև գերագույն աստվածնավորությունը ինքը կողքից ինչ որ մի գիտելիք չտա, որի հիմքի վրա կենդանիատները իրենք կարողանան հասկանան, չէ՞? Ուրեմն այդ երևույթը ինքը մնում է ընդհանրապես փակ մեր համար։ Եվ այստեղ այս տեքստերը իրանք մեզ միանգամից ես նորից եմ կրկնում, հենց այդ խոսքով պիտի ասեմ, իրանք ջարդում են մեր հավատը, այն մեր բանականության ունակությունների վրա։ Եվ այստեղից ինչ է սկսվում, ինչ փորձ պիտի մենք ձեռք բերենք այս տեքստերից հետո, խոնարհությամբ, հա? Այսինքն մենք տեսնում ենք, որ Բրահման, նյութական աշխարհի ամենաբանական կենդանի էակը, ինքը հենց որ ուզեց հասկանա, թե ինքը ով է եւ ընդհանրապես ինչ պիտի անի, ինչի համար է ինքը արարված, ինչի համար ինքը կա, որտեղ է ինքը հայտնվել, չէ՞, ինքը անմիջապես բախվեց իր անզորության հետ եւ հետո մտավ երկրորդ գաղափար, վախի։ Հասկանում եք, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ վախը ինքը շատ հզոր բաղադրիչ է ինքնաիրականացման մեջ, հա, որտեվ քննարկվեց մահվան վախը։ Եթե մենք ծնունդը նույնպես չենք ղեկավարում, չէ՞, որ մեկս է ընտրել իր ծնողներին, այդ որ ինչ-որ խոսում են էզոտերիկները, դոգը, վարբանիս, միջ էդի բոլորը բացարձակ, ես մեկ զարմանում եմ, էլի, թե մարդիկ իրանք ինչպիսի անտրամաբանական գաղափարներ կարող են հալասյողի տեղ ընդունել, էլի։ Ես միշտ այդ հարցը տալիս եմ, այսինքն դուք, որ ասում եք, որ բոլոր հարաբերությունները դոգմանով է, պայմանագրերով է, դուք լուրջ եք ասում, որ կենդանիակը ինքը նստում է, նայում է եւ մտածում է, սպասի, ես ուզում եմ պայմանագիր կնքեմ, օրինակ այս ինքնահավան մարդ անձնավորության հետ ծնվեմ ստրկատիրական հասարակության մեջ, ինքը լինի իմ տերը եւ իմ ու իր պայմանագիրը կարանա նրանում, որ ինքը ինձ հետ կարող է վարվի ավելի դաժան, քան անասունի հետ։ Այդպիսի պայմանագիր, որ մի ընդհանրապես խելքը գլխին կենդանեակ կկազմի իր կամքով։ Իհարկե այդպիսի ճակատագրերը կենդանեակին պարտադրվում են եւ պարտադրվում են այն ուժի կողմից, որը ինքը ունի այդ ուժը պարտադրել, պատասխան տալ անցյալում գործած ուրեմն բաների գործերի համար։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն այս են կոնտարակ։ Հիմա տեսեք, երբ որ մենք ծնվում ենք, չէ՞, այո, մեր ծնունդն էլ կարող է մեզ համար շատ տհաճ ծնունդ լինել։
Ով է երազում լինել, չգիտեմ, ինչ-որ բացարձակ ինչ-որ մի հատ ոչինչ կոպիտ ասած, էլի կներեք այս արտահայտության համար, ես այդպես չեմ մտածում, հասարակության մեջ է այդպես, որ ինչ-որ ասեք մի հատ ոչնչություն իրանից չներկայացնող ընտանիքի մեջ, ով է երազում, բոլորն էլ երազում են բարձր ծնունդ ունենալ, բայց այդ ծնունդը մեզ պարտադրված է, չէ՞, և այն, որ մենք ցածր ծնունդ ունենք, դա մեր համար արդեն նշանակում է, չէ՞, որ մեր կյանքը լինելու է փորձություն, ինչու, որովհետև մենք վայելքի համար համարյա ոչինչ չունենք, կարող ենք չունենալ գեղեցկություն, չունենալ իմաստություն, չունենալ ուժ, չունենալ գիտելիք, չունենալ բարի համբավ, չէ, չունենալ հարստություն, և ինձ համար ամենակարևոր կոմպոնենտներից մեկը չունենալ անկախություն, հասկանում եք, չէ, մենք կարող ենք, չէ, դա չունենալ, հենց ծնունդից, և երբ որ մենք այդպիսի տեղում ենք ծնված, մեր ապագան, եթե նույնիսկ մենք դա չենք գիտակցում, մեր ապագան ինքը մեզ ինչ է ներշնչում, վախ, չէ, վախ, որովհետև մենք հասկանում ենք, որ մեր կյանքը հեշտ չի լինելու, որ մենք այդ Սևակի հայտնի ասացվածքից, որ ինչ-որ մեկը աշխարհի շալակն է նստած, իսկ մյուսը աշխարհը շալակած է ման գալու, մենք հաստատ ծնվել ենք այնտեղ, որտեղ աշխարհը շալակած ենք ման գալու, դա վախ է, չէ, ներշնչում, ուրեմն առաջի վախը դա ծնունդի վախն է, որը պարտադրված է, երկրորդ վախը դա մահն է, հասկանում եք, որ ես միշտ ասում եմ, հավերժ հոգու համար դրանից ավելի նսեմացուցիչ, մահից ավելի նսեմացուցիչ բան չկա, այ որ հավերժ հոգին պիտի ընդունի, որ ինքը պիտի վերանա, դրանից ավելի նսեմացուցիչ բան հավերժ հոգու համար գոյություն չունի, հասկանում եք, ինչ ուզում ես ասել, ճշմարտությունը, և հիմա այստեղ, չէ, մենք տեսանք, որ տեքստը ինքը մցրեց այդա, որ Բրահման իր ամբողջ բանականության ուժով բաներ գալիս իր արմատները, որպեսզի հասկանա, թե ով է և ինչի համար է ծնվել, և ինքը առաջի անգամ բախվեց նրա հետ, որ ինքը անզոր է դա հասկանալ, և վախենում է իրականությունից, այսինքն մահվան վախը ինքը նույնպես ոչնչացնում է անկախության իլյուզիան, և առաջացնում է ապաստարան գտնելու այդ ծարավը, բանը էլի, այդ ծարավը, հասկանում եք, չէ, ինչու համար, որովհետև կենդանիակը ինչքան ավելի մոտիկանում է իր մահվան պահին, չէ, ես միշտ ասում եմ ես մայրիկն էր միշտ այդպես ասում, այդպես նայում էր, մեկ ասում էր, բալես, գիտես, մեռնելը հեշտ է, ու իմ ամուսինը միշտ այսպես որ նայում էր իրան, ասում էր, տես ինչ-որ մի պահից, չէ, ասենք, օրինակ, հատկապես երբ որ իր ամուսինը իրանից բավականին շուտ մահացավ, ինքը ամուսնուց հետո բավականին երկար ապրեց, բայց ամուսինս մի հետաքրքիր բան նկատեց, ես իր հետ լրիվ համաձայն եմ, ինքը ասեց, տես այն պահից, երբ որ պապան մահացավ, իր գոյությունը դարձավ դժոխք, ինչի, որովհետև ինքը ամեն Աստծո օր, երբ որ պարնում է քնելու, վախենում է, որ կարող է չզարթնի, ինչի որտև իր ամուսինը հենց ինֆարկտից մահացավ, այսինքն հանկարծամահ եղավ, չէ, և այդ վախը մտել էր իր մեջ, որ այդ նույն բանը կարող է իր հետ լինել, չէ, և օրինակ ինքը կարող եմ ասել, որ ասենք այսպես էլի, արդեն իմ աշակերտների համար ինքը օրական 64 շրջան մանտրա էր կրկնում, այդ 64 շրջանը ինքը նվիրում էր մենակ մի բանի, երկու թեմայի, որ ինքը երկար ապրի ու հանգարցակի մահանա, որ չտանջվի,
Ոչ մի հոգևոր բանի համար երբեք մանտրա չի կրկնել, չի աղոթել, ոչ մի հոգևոր բանի համար։ Այդ վախը իրան տասնամյակ, համարյա 15 տարի պապայից հետո 15 տարի իշխել է իր գիտակցության վրա։ Եվ այդպես որ կողքից նայում ենք, մենք հասկանում ենք, էլի որ դա մեղադրական չի, էլի, այդ բնական է։ Այդ վախը, որը ինքը եւ ուրեմն այդ մահվան առաջ վախը ինքը կոտրում է կենդանեակի ինքնուրույնության իլյուզիան, որտեղ կենդանեակը ինքը հասկանում է, որ ոչ թե միայն իր ծնունդն էր կախված ինչ-որ ֆակտորներից, այլ նույնիսկ իր մահն է կախված, եւ դրանում դա ինքը չի որոշում, այսինքն ինքը ինքնուրույն չի այդ որոշումների մեջ, ինքը ոչ ինքնուրույն է եղել, թե ինքը որտեղ է ծնվում, եւ ոչ էլ ինքնուրույն է լինելու, թե երբ է բահանալու։ Հասկանում եք։ Եվ այբ որ Բրահման ինքը չհասկացավ, թե որտեղից է ծնվել, որտեղ այդ որտեղից է ծնվել, հիմա ժամանակակից գիտնականները առավոտից երեկո ինչով է զբաղված, չէ, իրանք զբաղված են նայեցի տաբլետկու դալգալեցիա։ Հասկանում եք, այնպես չի, որ ընդհանրապես ոչ մի հաջողություններ չունեն, ունեն հաջողություններ։ Դուք եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ կան ազնվորություններ, որոնք իրենք շատ ազդեցիկ ազնվորություններ են եւ որոնց ասենք արտաքին կամ ինչ-որ տվյալները իրանք այնպիսին են, որ ոնց որ ժամանակը կանգնած լինի, հա? Բայց այդտեղ էլ այդպիսի ազնվորություններ իրանք հայտնվում են նյութապես պայմանավորված հոգիների ղեկավարության տակ, հա, որտեղ հենց որ ուզում են այդպիսի անձնավորությունը վերացնեն, ուղղակի դադարում են իրան այդ միջոցները տրամադրել, որը իրան պահում է երիտասարդ եւ երկարատև կյանք ապահովելու միտում ունի։ Հասկանում եք։ Այսինքն, եթե մենք խոսում ենք հոգեբանական տեսանկյունից, չէ, այստեղ Տեր Բրահման ինքը նկարագրվում է որպես շատ հետաքրքիր արխետիպ։ Ինչ արխետիպ է ինքը։ Ինքը բանականության արխետիպ է, որը միայնակ է, որը այս պահին դեռ չունի գիտելիքի ուրիշ ոչ մի աղբյուր։ Եթե ես պարզ լեզվով ասեմ, ես պիտի ասեմ այսպես. այս պահին ինքը չունի ուսուցիչ։ Հա? Ու ինքը հարցնում է աշխարհին, ով եմ ես։ Չէ՞։ Եվ այդ իր արմատների փնտրտուքների մեջ չունի այն ազնվորությունը, ով այդ հարցին կպատասխանի։ Եվ ինքը հարցնում է, ու ինքն էլ գնում է պատասխանի հետևից։ Հա, եւ մենք տեսանք, որ ինքը իջավ, ինքը հետազոտում է։ Ինչ եղավ։ Ճշմարտությունը նրան չբացվեց։ Այ ով եմ ես, հարցին ինքը չկարողացավ պատասխանել։ Եվ ինչի մասին խոսեց սա, որ իրականում վերջնական, այն իրական վերջնական ճշմարտությունը ինքը չի բացվում հետազոտությունների շնորհիվ։ Թե ինչպես է ինքը բացվում, մենք դա կտեսնենք վաղը, Աստծո ողորմածությամբ։ Հա? Հիմա տեսեք, եւ խոսացվեց, որ ինքը հասավ այդ կյանքի եւ մահվան սահմանին։ Սա հոգեբանության տեսանկյունից բան էլի, այդ սահմանի կետն է։ Հա? Այսինքն դա այն հոգեբանական կրիզիսի վիճակն է, չէ՞, որի առաջ այն ցանկացած ղեկավարություն, ես ինչ-որ բան եմ ղեկավարում, ինչ-որ բանի տեր եմ, ես հիմա ուզեցի, սա քցեցի այստեղ, ուզեցի, սա արեցի այսպես, ուզեցի շենք կառուցեցի, ուզեցի բոմբ սարքեցի, չէ՞, այդ անկախության, այդ ղեկավարության բաները միանգամից վերանում են։ Եվ այդտեղ ծնվում է վախը։ Հասկանում եք, բայց այդ վախը ինքը կարող է դառնալ, կարող է օգտագործվել որպես անցում դեպի հաջորդ փուլ։ Այդ հաջորդ փուլը կդիտարկվի հաջորդ տեքստերում։
Չէ՞։ Եթե մենք արդեն խոսում ենք սրտի մաքրագործման process-ի տեսանկյունից, այսինքն տեքստը դիտարկում ենք որպես անարդն իվրիտի, չէ՞։ Ով եմ ես հարցը, երբ որ կենդանիակը ինքը իրեն սկսում է հետաքրքրվել, ով եմ ես։ Սա ամենա նախասկզբնական բանն է, սամնենիը կասկածն է, հա, սա նախասկզբնական կասկածն է, հա, որը կարող է կենդանիակի այդ կեղծ եսը ոչնչացնել, որովհետև մինչև այս հարցը կենդանիակը ինքը համոզված է, որ ինքը նյութական մարմինն է, չէ՞, եւ տեսեք, համոզված լինելով, որ ես նյութական մարմինն եմ, նստած լինելով նյութական մարմնի մեջ, ես հանկարծ հարց եմ տալիս, ով եմ ես։ Եվ սա այն նախասկզբնական ճիշտ կասկածն է, որը եւ կենդանիակին կանգնացնում է այն ճանապարհին, որ ինքը կամաց սկսում է բանանել էլի, որտեղ կամաց քայքայվում է այդ իր կեղծ բանը, նույնացումը նյութական մարմնի հետ։ Եվ այդ բրահմայի հարցը, ով եմ ես, հասկանում եք, ինքը մեզ օգնում է, որ մենք նկատենք, որ իրականում երբեք այդ հարցը մեզ չենք տվել, որ մենք այսպես կյանքի հոսքով, հա, ծնվել ենք ինչ-որ մի պայմաններում, ծնվել ենք ինչ-որ մի մարմնի մեջ, մեզ պայմանականորեն կոչել են մարդ, պայմանականորեն կոչել են կին կամ տղամարդ, մեզ տվել են այդ կնոջ կամ տղամարդու մարմնի մեջ ինչ-որ մի դեր, ասել են, որ եթե դու կին ես, դու պետք է լինես այսպիսինը, եւ որ եթե դու տղամարդ ես, դու պետք է լինես այսպիսինը, քո ֆունկցիաները այսպիսինն են, քո ֆունկցիաները այսպիսինն են, եւ մենք այդ բոլոր գաղափարները շալակած մեր ուսերին կյանք ենք ապրում։ Այ որ կենդանիակը ինքը արդեն լուրջ հարցնում է, իսկ ով է ես ընդհանրապես, եւ ինչի համար էի ծնվել այս աշխարհում, դա այդ նախասկզբնական բանն է, կասկածն է, որը կարող է սկիզբ դնել, որ կենդանիակը ինքը սկսի դուրս գալ իր բոլոր կեղծ դերերից։ Հասկանում եք, հա? Երկրորդը, որը ինքը մեզ այստեղ այդ սրտի մաքրագործման տեսանկյունից շատ կարևոր մի բան պիտի տար, դա այդ իլյուզիայի մեջից դուրս գալն է, որ մեր բանականությունը, որ մենք մեր նյութական բանականությամբ կարող ենք ինչ-որ բան ղեկավարել։ Հասկանում եք, որ մենք կարող ենք ընկալել անընկալելին։ Այսա պիտի ընդունվի, որ նյութական բանականությունը ինքը հասկացողության սահման ունի։ Եվ դրա համար է, որ Բhagavad Gita-ում, եթե հիշում եք, երբ որ Արջունան ինքը հարցրեց, Տեր Կրիշնան ինքը ասեց, տրփանքն է կենդանիակի ամենամեծ թշնամին, Արջունան ասեց, իսկ ինչպես հաղթել այդ թշնամուն։ Տեր Կրիշնան ինքը ասեց, նյութական բանականությամբ դու դա չես կարող անել։ Այդ թշնամին հաղթահարվում է միայն եւ միայն հոգեվոր բանականությամբ։ Սկսի զարթացնել հոգեվոր բանականությունդ եւ դու կհաղթահարես նյութական բանականության սահմանափակումը։ Հա, իսկ ինչ է տալիս հոգեվոր գիտելիքը, ինչ է շակում հոգեվոր բանականություն, որը սկսեց վերադարձնել իրեն հասկացողությունը, որ կա Աստված եւ ինքը կենդանիակը Գերագույն աստվածնավորության անբաժանելի հավերժ եւ երանելի հոգի է։ Հա, եւ այն միայն այդ ժամանակ, երբ որ ինքը ընդունում է այդ գիտելիքը, Գերագույն աստվածնավորությունը բացում է կենդանիակի հիշողությունը եւ ինքը հիշում է, թե ինքը հոգեվոր աշխարհում ով էր։ Հա, հիմա, այսինքն այս տեքստը ինքը կոտրող է ղեկավարության իլյուզիան, որ ես ղեկավար եմ, որտեղ նույնիսկ ամենաբարձր բանականություն ունեցողը ինքը չէր ղեկավարում
ինքը հարցադրում էր անում, ես ով եմ, հա, եւ փայան, վախը, հա, այստեղ մենք պետք է հասկանանք, որ վախը ինքը միշտ չի, որ թշնամի է, վախը ինքը շատ հաճախ, շատ ուժեղ գործոն է, որպեսզի կենդանիակը ինքը դիմի մաքրագործման, օրինակ ես այս պահին, չէ, ճանաչում եմ մի անձնավորության, որը ինքը տարիքով բավականին մեծ է, եւ բավականին մեծ քանակությամբ չարիքներ է գործել, այսպես, իր հարազատ երեխաներից սկսված մինչև ցանկացած մարդու հետ, որ ինքը գործ է ունեցել։ Հիմա իր կյանքի վերջում ինքը, համել մի քիչ աստվածավախ է։ Որտեւ ինչ է պես անում, որտեւ ռեալ աստվածավախ անձնավորությունը ինքը չէր կարող անել այն քայլերը, որը այդ անձնավորությունը ընդհանրապես իր կյանքում արել է։ Չէ՞։ Եվ տեսեք, ասենք, հիմա ինքը գիտակցում է, որ մահը ինքը անխուսափելի է։ Այո, կարելի է այդ մահը հետաձգել։ Կարելի է սրա կյանքը խլել, նրա կյանքը խլել, չգիտեմ, այսինչով զբաղվել, վամպիրություն անել, չգիտեմ, էս անել, որ ինչ-որ մի ձևի, դա շատերն են այդպես անում, կարելի է երիտասարդների կյանքը խլել, քո կյանքը երկարացնել։ Միևնույնն է, մահը ինքը անխուսափելի է։ Չէ՞։ Եվ իհարկե, եթե այդ ազնվորությունը ինքը հիմա ասենք հասկանում է, որ կարող է կյանք մահից հետո կյանք կա եւ այլն, չէ, որ ասենք Աստված կա, ռեալ կա, եւ ինքը արդեն կամաց մոտենում է այդ գծին, որ իրան եզրագիծ է, չէ, անարվելու։ Իրան այդ ամբողջ արած չարածները հատ դրվելու է իր առաջ, չէ։ Եվ գիտեք, իր մտերիմներից մեկը ինձ մի անգամ մի բան ասեց, ինքը ասեց, գիտեք, ասեց, ինքը, չէ, ասենք, ինչ-որ մեղքեր ունի գործածել իր մտերիմների հանդեպ, որ ինքը վախենում է մահանա, մինչև իրանցից մեղքերի թողություն չստանա։ Հասկանում եք, եւ տեսեք, օրինակ, քրիստոնեության մեջ, հիմա այս պահին մենք քրիստոնյա աշխարհում ենք, քրիստոնեությունից չէ խոսենք, տեսեք, եւ քրիստոնեության մեջ կա, չէ, այդ վերջին բանը, որ եթե մարդը ինքը դա էլ է, չէ, մեծ բախտ, եթե ինքը գիտակցում է, որ հիմա ինքը արդեն անխուսափելիորեն գնում է դեպի մահ եւ կանչում է քահանային եւ այդ process-ն է առաջանում, չէ, մեղքերի թողության, որպեսզի կենդանիակը ինքը ինչ անի, որպեսզի առաջի հերթին ինքը գիտեք ոնց է էլի, ոչ մի քահանա, ոչ մի քուրմ, ոչ մի բրահման, ինքը իզորու չի մեղքերի թողություն տա։ Մեղքերի թողությունը որոշում է միայն եւ միայն Գերագույն Աստծո անձնավորությունը, բայց այն փաստը, որ մարդը ինքը արտաբերում է իր մեղքերը, հա, որ զղջում է այդ մեղքերի համար եւ այլն, իհարկե դա շատ մեծ ազդեցություն է ունենում։ Ու ինքը ասեց, որ ես կարծում եմ, որ ինքը չի կարողանում մահանալ, չի կարողանում գնա դեպի մահ, որովհետև ինքը այդ դրանից է վախենում եւ ուզում է մեղքերի թողության հասնի։ Հա, բայց երբ որ ես փորձեցի ուշադիր նայեմ, որտեվ եթե անձնավորությունը ինքը իրոք այդպիսի անկեղծության դաշտ է մտել, այդտեղ իրան կարելի է օգնել, աջակցել, չէ՞։ Եվ երբ որ ես տեսա, որ այդ ամեն ինչի տակը այնպիսի աղվեսի խորամանկություն է դրված, որ ես միշտ ասում եմ, էլի, մեր աշխարհում հիմա իշխում է խորամանկությունը, այդ խորամանկությունը ինքը մի ահավոր երևույթ է, ահավոր։ Թե խորամանկները իրանք ճշմարտության տակ ինչպիսի ստեր ու կեղծիքներ կարող են անցկացնել, հա, եւ ասենք սովորական մարդիկ իրանք ինչպիսի հեշտությամբ կարող են այդ ամեն ինչը ընդունել, դա մի սարսափելի բան է, ընդհանրապես, եթե լուրջ խոսակ։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն այս տեսանկյունից մենք կարողանում ենք հասկանալ, որ մահվան վախը ինքը շատ կարևոր գործոն է։ Եվ այս պահին ներկայացվեց այնպես, որ դա մեր գոռոզությունը, մեր հպարտությունը կոտրող տեքստ հնչեց։ Չէ՞, եւ այդ տեքստը ինքը անմիջապես ասեց Վիշնուի ձեռքում գտնվող Սուդարշանա չակրան,
վախ է առաջացնում։ Այդ Սուդաշանաչակրան մենք արդեն քննարկել ենք ձեզ հետ, երբ որ Արարչի 4 ձեռքերն էինք քննարկում։ Դա ժամանակի բանն է, մարմնավորումը, ժամանակի սկզբունքը, ոչ թե մարմնավորումը, հա, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անխտիր բոլոր կենդանիակներին որպես ժամանակ ոչնչացնում է, վերջ, եւ այդտեղ ընդհանրապես ոչ մի բան քննարկելու չի։ Հիմա ինչպիսի սխալ մոտեցումներ կարող են լինել տեքստին եւ այն ամեն ինչ որ մենք հիմա քննարկեցինք կարող է լինել դառնալ անհասանելի։ Սա կարող է դառնալ անհասանելի այն դեպքում, երբ որ մենք տեքստը ընդունում ենք ուղղակի։ Այստեղ ասվեց Տեր Բրահման մտավ ցողունի մեջ, ինքը չգիտեմ, այնտեղից գնաց հասավ, չգիտեմ ուր, չէ՞։ Որովհետև իրականում այդ ամբողջ ճամփորդությունը, որը գործեց Տեր Բրահման, ինքը այո, ֆիզիկապես տեղի է ունեցել, բայց ունի իր խորը հոգեբանական իմաստը։ Եթե հիշում եք, ամենասկզբում, երբ որ ես նոր սկսում էի քննարկումները Բhagavad-ամի, չէ, ես մի բան ասեցի։ Ես ասեցի, մարդիկ կան, որոնք իրենք մտածում են, որ այն իրադարձությունները, որոնք նկարագրված են Բhagavad-ամում, նրանք չեն եղել։ Եվ Բhagavad-ամը ինքը ոտքից գլուխ միայն այդ process-ն է, էլի, որ ինքը ոտքից գլուխ նկարագրում է, ասենք, ինչ-որ բաներ, ինչ-որ սիմվոլներ, սիմվոլիկա է, որ ամբողջ պատմությունները, հա։ Եվ կան ազնվորություններ, որոնք հակառակը պնդում են, որ այդտեղ ոչ մի ուրիշ իմաստ չկա, բացի նրանից, որ թվարկվում են իրադարձություններ, որոնցից այո, իհարկե, կարելի է ինչ-որ հետևությունների գալ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այստեղ մենք այդ երևույթին ենք հանդիպում, որ իրականությունը ինքը կայանում է նրանում, որ Բhagavad-ամը ինքը իրական պատմություններ է ներկայացնում, որոնք իհարկե ունեն շատ խորը ներքին իմաստ։ Որովհետև այո, ոչ այս աշխարհում, ոչ հոգևոր աշխարհում, ոչ մի տերև անիմաստ չի շարժվում։ Եվ ամեն ինչի մեջ կարելի է գտնել իմաստ, կարելի է գտնել բան, քո համար դասեր, չէ՞։ Ուրեմն այս տեքստերը, որը մենք ձեզ հետ կարդացինք, իրանք շատ սերտ կապված են նախորդ տեքստի հետ, երբ որ Տեր Բրահման ինքը ոնց որ հայտնվեց եւ զարթնեց, չէ՞։ Եվ իրանք ուրեմն հիմա տանում են, այս տեքստերը արդեն տանում են մի շատ կարևոր ճշմարտության, որը կհնչի հաջորդ տեքստում, հա։ Այսինքն այս տեքստերի մեջ նկարագրվեց, որ նյութական բանականությունը ինքը исчерпал խոսքը դեպի նայեմ, ինքը կարևոր խոսք է։ Սպառել, շատ լավ խոսք է, հա, տեսեք, այսինքն այս տեքստերը, որ մենք այսօր նայեցինք, չէ, իրանք ցույց տվեցին, որ Տեր Բրահման ինքը սպառեց բոլոր իրան հասանելի մեթոդները, հասավ մինչև այն ամենավերջ սահմանը իր ընկալման հետազոտությունների սահմանը, հա, եւ մենք հաջորդ տեքստով արդեն կտեսնենք, իսկ ինչ կար այդ սահմանից հետո, ինչ տեղի կունենա այն պահին, երբ որ նյութական բանականությունը ինքը կհասկանա, որ կա մի սահման, որից այն կողմ ինձ տրված չի հասկանալ։ Ու ինչքան էլ ուզում է ես ճիքեր գործադրեմ, ես միևնույնն է, այդ տեսնելու եմ, որ ցողունը ինքը ինչ-որ մի տեղից դուրս է եկել ու երբեք չեմ տեսնելու իր արմատները։
Այսինքն ոչ կարողանալու եմ հասկանալ, թե ինչպես եւ ինչի համար է առաջանում կյանքը, ոչ էլ կարողանալու եմ հասկանալ, թե ինչպես եւ ինչի համար է այն ավարտվում։ Այսինքն ես այդպես էլ չեմ կարողանալու նյութական բանականության միջոցով հասկանամ, թե ինչի համար ես կայի։ Հասկանում եք։ Եվ հիմա կարևորը, շատ կարևոր է այստեղ, որ այդ Տեր Բրահմայի, այսինքն նյութական բանականության պարտությունը, հա, ինքը անհաջողություն չէր։ Դա պարտություն էր, որը պիտի տաներ Տեր Բրահմային ամենամեծագույն հաջողության։ Հասկանում եք, եւ մենք պիտի հասկանանք, որ նյութական աշխարհում ամեն մի անհաջողություն, որը գալիս է մեր կյանք, ինքը գալիս է նրա համար, որպեսզի ոչնչացնի այդ մեր իլյուզիան, անկախության։ Հասկանում եք։ Եվ այդտեղից է, որ սկսվում է պատրաստակամությունը ընդունել կախվածությունը նրանից, ով քեզանից ավելի հզոր է, ավելի իմաստուն, եւ այ արդեն այստեղ կներեք, ավելի բարյացակամ է քո հանդեպ, քան դու ինքդ։ Հա? Եվ այստեղ է, որ դրվում է այն հիմքը, այսինքն հիմա նկարագրվեց process, երբ որ Տեր Բրահման ինքը գնաց, ես փնտրում եմ, հա, ես փնտրում եմ վիճակի հետևից։ Եվ հաջորդ տեքստում ինքը կգա, ինձ բացեցին գաղափարին։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այսա ինքը շատ կարևոր process էր, որտեղ մենք կարողանում ենք հասկանալ մեր բանականության սահմանները եւ կոպիտ ասած բանականության հետազոտելու ունակության վերջնական, ոչ թե ընթացիկ, այլ վերջնական պարտությունը ինքը իրականում սկիզբ է դնում իրական հաղթանակի համար, որտեղ կենդանիակը ինքը վերականգնում է իր կապը իր արմատների հետ, եւ այդ արմատները վերականգնելով հաստատվում է իր մասին ճշմարտության մեջ։ Եվ այդ ժամանակ է, որ ինքը անսասան հիմք է ձեռք բերում իր ներսում եւ դառնում օվկիանոսի նման։ Հասկանում եք։ Այսինքն այո, նյութական բանականությունը ինքը պարտվելու է, երբ որ փորձելու է պատասխանել հարցին ով եմ ես։ Հա? Բայց հենց այդ պարտության մեջ է, որ դրված է սերմը նրա, որ կպատասխանի այն անձնավորությունը, ով այդ հարցի պատասխանը գիտի։ Եվ սա շատ կարևոր քայլ է, որովհետև եթե հոգևոր կյանքում մենք մնում ենք հենված մեր նյութական բանականության վրա, իսկ չկարծեք, թե այդպիսի անձնավորություններ չկան, բազմաթիվ այդպիսի անձնավորություններ կան, որոնք իրենք հենց դրա մեջ են վստահ։ Հասկանում եք, որ մենք բան ենք։ Ես իմ բանականությամբ, ես ամեն ինչ կհասկանամ, ես դրեցի, ես մեդիտացիա արեցի, ես հասկացա, ես ինչ արեցի, այդ ես, ինքը չի աշխատում, էլի։ Եվ ամեն մի անձնավորություն, որը ինքը ռեալ մեդիտացիա է անում, ինքը գիտի, որ վերջնականում այդ վերջնական, այն որ ինչ-որ ասում են պայծառ տեսություն եղավ, հա, այսինքն բան էլի, просветленность, չգիտեմ այդ հայերեն ոնց ասեմ, հա, այդ վիճակը երբ որ եղավ, դա վիճակ էր, որը իրան իրականում տրվեց պատրաստի վիճակում, երբ որ ինքը հանկարծակի ոնց որ աչքերը բացեր եւ ինչ որ բան տեսավ, որը մինչև դա չէր տեսնում։
Եվ սա է իրական հոգևոր առաջընթացի գաղտնիքը։ Հոգևոր առաջընթացում իրականում լուրջ կարողանում են առաջ գնալ նրանք, ովքեր ամենասկզբից հասկանում են, որ ամեն ինչ հասկացողությունը կախված է նրանից, թե ինչքանով իր առաջ կբացեն ճշմարտությունը։ Կենդանիակը չի հասնում ճշմարտության, իր առաջ ճշմարտությունը բացվում է։ Իհարկե, այդ բացելու process-ը ունի իր պայմանները, չէ՞, բայց երբ որ մենք հասկանում ենք, որ դա ոչ թե ես եմ հասնում, այլ իմ առաջ բացում են եւ բացում են ինչ որ մի բանի դիմաց, ես ինչ մեծ առավելություն եմ ունենում։ Ես ճիշտ ճիքեր եմ գործադրում։ Որտեղ գլխավոր ճիքը ինքը ո՞րն է դառնում, որ նա որ գիտի, նա պիտի ուզենա իմ համար բացի ճշմարտությունը։ Եվ վերջ, ինչքան ուզում եք գլուխս պատին խփեմ։ Եթե ես չեմ բավարարում այն պայմանը, որով ինքը կհամաձայնվեր բացեր իմ առաջ ճշմարտությունը, ճշմարտությունը իմ համար մնալու է փակ։ Հասկանում եք, դեռ ավելին, ես կարող եմ խճճվեմ իլյուզիայի մեջ, բայց եւ համարեմ, որ ճշմարտությունն եմ ճանաչում։ Հա? Որն է այդ խճճվածությունը։ Օրինակ ես կարող եմ ասել, ես Աստծուն տեսել եմ, Աստված բաճկոնով գալուստիկ կապած տղամարդ է։ Եվ վստահ եմ, որ լուսավորված եմ գիտելիքով։ Հասկանում եք, սա շատ կարևոր տեքստեր են։ Եվ ամեն ազնվորություն այ հոգևոր կյանքով գնալու համար պիտի շատ լուրջ նայի այս թեմաներին։ Եվ այսօր այսքանը։ Ստեսություն ձեզ։